մենք հայոց երթում ենք տվել, մարտանանց խոստում ենք տվել, որ կյանքի պահին ու երկի պահին լինենք պատրաստ մենք գարին։ Մեկ, երկու, երեք։ Բարևում եմ բոլորին, մենակ տանեցիներին չէ, բոլորին բարև, շնորհավորում եմ բոլորին նոր տարին սուրբ ծնունդը, ամենալավ բաներն եմ ցանկանում, աշխարհին խաղաղություն անպայման, զարդարել ենք ներսը, չգիտեմ, շատ հետաքրքիր է անցնում, օրը շատ շուտ է անցնում, զինվորները իրենց դիմաց դրված խնդիրները բոլորը լուծում են։ Տոնածառը զարդարել ենք ես եւ ինքը, մեկ էլ մեր ծառայակից եւս ընկերներից մեկը, շատ արագ կարելի ասել, արագ է ստացվել ամեն ինչը զարդարելու։ Այս լույսերն էլ մնացած տղաներն են կազմակերպել, ամեն մեկը իր չափաբաժին ունեցել է այս գործի մեջ, շատ եռանդով, սենց ասած, ուրախ տրամադրությամբ, տոնական տրամադրությամբ շեշտեմ կատարվել ամեն ինչ։ Ամենադժվար հատվածը դա պատրաստել է եղնիկները եւ լուսավորման հարցը, որը խլեց շատ ժամանակ եւ շատ ջանքեր, ամենակարևորը ամեն ինչը կատարվել է բոլորը իրար օգնելով, ամեն ինչը կազմակերպելն է շատ արագ եւ շատ լավ։ Այս խաղալիքների պահը հիմնականում ընտրել ենք ես եւ Գոռը, գիշերն է բերել մեր ամանատարը տոնածառի աստանեցիներին հետ մաղթում եմ ուժ, համբերություն, թող իրանք միշտ ուրախ լինեն, որ մեզ նման տղաները, մեր ծառայակից ընկերների ծնողները ինչ չեն նայում, մեր նման տղաները կարում են կազմակերպեն թե իրանց ժամանցը, թե իրանց ծառայությունը, մարտական հերթափոխություն տանող նաև տղաներին, ծնողներին եմ մաղթում ուժ ու համբերություն, Աստված թող բոլորիս օգնական լինի։ Ժողովուրդ ջան, հանգիստ նշեք ամանորը։ Գերուհի ունես, իրեն ինչ ես մաղթում։ Ինքը ցանկանամ ամենալավ բաները ու շուտով կվերադառնամ իր մոտ։ Ասեմ ինքը միշտ հպարտա, որ հենց իմ գերուհին է, քանի որ ես հենց այս ծառայում եմ այստեղ ու ծառայությունը շարունակելու եմ պայմանագրային ծառայությամբ։ Ամենակարևորը երջանկությունն է ու հենց իմ կողքինով ինքը կստանա այդ երջանկությունը իմ կողմից։ Աղությամբ ճաշակենք այս կերակուրները, որ մեզ համար պարգևված են Տիրոջ կողմից, օրհնյալ է Տերնի պարգևներով ամեն։ Գլխարկները դնել։ Ամանորյա մենյուն արդեն պատրաստ է, ասեմ, որ ընդհանրապես չի տարբերվում տան պատրաստած ուտեստներից, որովհետև պատրաստում ենք մեծ սիրով, հոգի ենք դնում այս ամեն ինչի մեջ, որ մեր երեխեք ուտեն, գոհ լինեն, ու չտարբերեն, որ իրանց մամաների պատրաստածը չի, այլ մեր պատրաստածն է։ Ունենալու ենք պանրի տեսականի, թխվածքի տեսականի, խոզի ազդր, թփով տոլմա, մի խոսքով այն ամենը, ինչ մենք մեր տանը, մեր սեղաներին դնում ենք։ Մեր զինվորների մայրերը թող շատ հանգիստ լինեն, որովհետև իրանց երեխաները գտնվում են շատ ապահով ձեռքերում, շատ համով պատրաստում ենք մենք իրենց համար։ Շնորհ